Առաջնահերթ իմ կյանքում հայրենիքս, ընտանիքս, իմ երեխաները, եթե սահման առնի ամուր հիմքերի վրա ընտանիքս ապահով կլինի, երեխաներս անվտանգ կլինեն, դա ոչ միայն իմ համար, այլ բոլոր հայ ժողովրդի համար։ Երազում եմ վառ ապագայի, երեխաներս վառ ապագա ունենան, հայրենիքս լինի խաղաղ, պատերազմ չլինի, պատերազմ չտեսնեն, մեր որդիները, մեր զավակները ոչ մի պատերազմ չտեսնեն, այնինչ տեսել ենք մենք, թող մեր զավակները ոչ մի զավակ չտեսնի այդ խաղաղություն, միայն հայ աշխարհին խաղաղություն, հայոց ազգին խաղաղություն։ Այս անգամ մեր նկարանու խումբը եղել է զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորմանը ենթակա ստորաբաժանումներից մեկի մարտական հերթապահության վայրում։ Մեր այս անգամվա հերոսը Սարգիս Առաքելյանն է, ավագ ենթասպա, ով տարիներ շարունակ այս մարտական հենակետում ապահովում է մեր երկրի անվտանգությունը։ 93 թվականից զորակոչվել եմ հայկական բանակ, ծառայության ընթացքում եղել եմ Ղափանի տարածքային մարտակներից մեկում, մարտական գործողությունների մասնակից եմ, պարգևատրվել եմ մարտական գործողությունների մասնակցի կրծքանշանով։ Այնուհետև զորացրվելուց հետո ծառայությունը շարունակել եմ հայկական զինված ուժերում։ Առ այսօր ծառայում եմ հայկական բանակում։ Մի ժամանակ ասենք կռվում էին, մարդիկ մենակ մտածում էին հաղթանակի համար, պատերազմ են, հաղթանակ են, ասենք կյանքը իրանց վտանգելով։ Հենց այնպես ծառայել, որովհետև պահանջում են կամ ստիպված ես մի զույգ ուսադիրներ կրել մի կտոր հացի համար, նշանակում է դատապարտված լինել կատարելու սովորական մահկանացուին հատուկ ամենաաննշան ու անփառունակ գործեր։ Վայ քեզ, բանակ, եթե նմաններով հարուստ են շարքերդ։ Գարեգին Նժդե։ Պատերազմներն են օրորել մարդկության մանկությունը եւ ոչ խաղաղությունը, որը բնական վիճակը չի եղել, այլ պատերազմների կարճատև դադար միայն։ Եվ այսօր առաջին հերթին օրվա հրամայականով գենի կանչով ու նախնիների շիրիմների առաջ մեծ խոնարհումով է ամեն հերթափոխից առաջ զինվորը, սպան, պայմանագրային զինծառայողը հանձն առնում անձնվիրաբար կրել հայրենիքի պաշտպանի սրբազան կոչումը։ Մեծ զորավարն իր օրագրի գրառումներից մեկում նշում է. «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր կռվի, պատրաստվիր ու պատրաստիր սերունդներիդ»։ Սա է խրամատի ճշմարտությունը։ Ես ունեմ 3 որդի, հայոց բանակի ապագա զինվորներ, 3 ու ընտրություն իրանց, բայց ես նպատակ ունեմ, որ իրանք զինվորական դառնան։ Սակայն խոսուն մի ճշմարտություն դարերի խորքից հուշում է։ Խաղաղության չարաշահումն ավելի է աղետավոր ժողովուրդների համար, քան նույնիսկ պատերազմը։ Պատմության մեջ քիչ են կոտորածային ոչնչացումների դեպքերը։ Մինչ հսկայական ժողովուրդներ աննպաստ խաղաղության մեջ առանց արյունոտ հարվածների անհետացել են դանդաղորեն։ Պատերազմն է մարդկային ոգու ամենամոլեգին բնազդը, ամբողջ աշխարհում պատերազմներ են եղել ու շարունակվում են։ Ուստի եթե ժողովուրդները մեծ կռվադաշտում չեն, պարտավոր են զոր ու գիշեր զորանոցներում լինելու, պատրաստվելով գալիք խելահեղ պատերազմներին։ Իսկ մեր հակառակորդի հետ մեր դարավոր պատերազմն ավարտված չէ, սա պարզապես ժամանակավոր հրադադար է։